Ողջույն արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառնիկ Թավյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ սրտխառնոցով ու ջերմությամբ դիմել են հիվանդանոց, ինչ է հայտնի։ Հազարավոր դոլարներ պետբյուջեից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը, ինչը բացահայտել լրատվամիջոցը։ Անցավ թե չանցավ Երևանյան ավտոբուսում վճարելը նյարդերի փորձություն։ Մանկավարժականի շուրջ աղմուկը չի լռում, պրոռեկտորը, որդին և միջազգային գրոսմայստերը մեղադրյալի կարգավիճակում են, ինչը հայտնի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առաջին անգամ ներկայացրել է Խորամշահր 4 բալիստիկ հրթիռը, այն ցուցադրվել է Թեհրանի հեղափոխության հրապարակում։ Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները արգելվել են Ստամբուլում։ Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ կազմակերպող ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան այս տարի ևս հավաք անելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն մերժում է ստացել։ Նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը մերժել է թույլտվությունը։ Դեպքի առնչությամբ ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը հայտարարություն է տարածել։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավունքը։ 4-ից 5 տարի առաջ հրապարակներում տեղի ունեցող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։ Ժողովրդավարության զարգացման, համակեցության, մշակույթի ձևավորման, բռնության եւ ատելության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է ապրիլի 24-ին մեր կորուստները, մարդկանց, կենդանիներին, մշակույթը եւ ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել եւ առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ եւ կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը։ Անկարան ուզում է մաքրել իրեն հայոց ցեղասպանության մեղքից, իսկ Բաքուն ուզում է վերացնել հայկական հետքը Արցախում։ Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի ամենամեծ մայրտաճարը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարը։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտել է տեղի ունեցածն ու պաշտոնական Երևանի եւ միջազգային հանրության լռությունը։ Երբ թշնամին պղծում եւ պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ խաղաղության դիվանագիտություն չէ։ Դա ուղիղ հանցակցություն է եւ ազգային դավաճանություն, ասված է հայտարարության մեջ։ Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալ անատամ եւ անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ եւ գործում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունից վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ եւ հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն։ Իսկ Հայաստանում եկեղեցու դեմ պայքարն այլ ձև է ընթանում։ Տարիներ շարունակ բանտերում ծառայություն մատուցած քահանաները դուրս են մնում համակարգից։ Արդարադատության նախարարությունը դադարեցրել է մայրաթորի հետ գործակցությունը, փոխելով բանտերում հոգևոր ծառայության ձևաչափը։ Պետությունն ասում է բարեփոխում է անում։ Եկեղեցին էլ ասում է սա եկեղեցու դեմ արշավի հերթական դրսևորումն է։ Ինչ է փոխվում ճաղերի հետևում եւ ով է պատասխանատու դատապարտյալների հոգևոր կյանքի համար, ռեպորտաժում։ Սկզբում դպրոցներից դուրս մնաց հայոց եկեղեցու պատմություն առարկան, հետո բանակից դուրս մղվեցին գնդերեցները։ Իսկ հիմա արգելվել է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության նշանակված հոգևորականների մուտքը քրեակատարողական հիմնարկներ։ Ու այս ամենը ներկայացվում է եկեղեցու բարեկարգման անվան տակ։ ՔԿՀ-ում երկար տարիներ հոգևոր ծառայություն մատուցած Տեր Գրիգոր Քահանան հռետորական հարց է բարձրացնում։ Հաջորդը որ ոլորտից են փորձելու դուրս մղել եկեղեցին։ Ոչ թե վեհապարի, ոչ թե անձի, այլ սա պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցուն տարբեր ձևերով փորձեցին դուրս մղել դպրոցից հայոց, հայ եկեղեցու պատմության առարկայի հետ կապված դուրս մղեցին բանակից եւ արդեն դուրս մղեցին քրեակատարողական հիմնարկներում ծառայություն մատուցելուց։ Այսինքն փորձում են եկեղեցուն սահմանափակել եւ շրջափակել։
Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն առավել համակարգված եւ նպատակային դարձնելու համար 2003 թվականին Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը։ Այս բաժինը 20 տարուց ավելի է սերտորեն գործակցում էր Արդարադատության նախարարության հետ։ Նախարարությունն օրեր առաջ է միակողմանի չեղյալ հայտարարել 2014 թվականին կնքված պայմանագիրը հոգևորականներին դուրս թողնելով ՔԿՀ-ներից։ Որպեսզի այդ ամեն ինչ այդպես չերևա, ձև են անում կամ կերպ են բռնել, իբր մենք այնտեղ շարունակում ենք հոգևոր ծառայությունը, բայց ում միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք կտրված են Մայրաթորից, որոնք կտրված են Մայր եկեղեցուց, որոնք կտրված են հոգևոր իշխանությունների օրհնությունից։ Այսինքն ինչ որ մարդիկ, որոնք ինքնագլուխ նման քայլեր են անում։ Ապրիլի 17-ին Մայրաթորը դատապարտել էր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության որոշումն, ըստ որի արգելել էին վեհապարի կողմից նշանակված հոգևորականներին մտնել ՔԿՀ։ Որոշումից հետո պետական մարմինները որոշել են, որ իրենք իրավունք ունեն առանց հայրապետի օրհնության եւ թույլտվության քահանաներին պայմանագրային հիմունքներով ծառայության ուղարկել քրեակատարողական հիմնարկներ։ Շրջանցելով Մայրաթորը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքվել է աշխատանքային պայմանագրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է։ Սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Պայմանագրերով ՔԿՀ-ում հոգևոր ծառայության անցած հոգևորականների մի մասը կարգալույծ է, մյուս մասը Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականները, ասում է Տեր Գրիգորը։ Ինչքանով որ ես տեղյակ եմ մամուլից եւ մեզ հասած տեղեկություններից, մարդիկ են պայմանագրեր կնքում քրեակատարողական հիմնարկների վարչության կամ Արդարադատության նախարարության հետ եւ մարդը ուղղակիորեն շրջանցելով եկեղեցին, շրջանցելով եկեղեցական կարգ ու սարքը, շրջանցելով եկեղեցի պետություն այդ հարաբերությունների ամրագրված օրինական ճանապարհները ինքնակամ առանց հոգևոր առաջնորդի քրեակատարողական ծառայության, առավել եւս առանց վեհապար հայրապետի օրհնության, իրենք մտնում են նման բանի։ Այս ապօրինություն է։ Այս որոշումը վտանգավոր են համարում հոգևորականները, ասում են, բոլորը չեն, որ կարող են ծառայություն իրականացնել բանտում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում էր 3 հիմնական ուղղություններով՝ ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման եւ ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական եւ սոցիալական աջակցության։ Եղել են դատապարտյալներ, որոնք ազատվելուց հետո սկսել են ապրել վանականի կյանքով։ Մեր հոգևորականների դաշտը իմանալով, ճանաչելով հոգևորականներին պատահական չէին ընտրում, այլ ընտրությամբ ընտրում էին այն հոգևորականներին, որոնց իրենք ավելի հարմար կամ պատրաստ էին տեսնում նման ծառայություն իրականացնելու համար եւ դիմում էին վեհապար հայրապետին, ստանում վեհապար հայրապետի օրհնությունը, համաձայնությունը եւ տնօրինությունը, այսինքն հրամանը այդ ծառայության մեջ մտնելու համար։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն սկսել է իրականացվել Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ։ Հոգևոր սպասավորության իրականացումն սկսվել է Կոչ քրեակատարողական հիմնարկից։ Այս տարիներին եկեղեցիներ են կառուցվել Սևան, Կոշ եւ Արթիկ քրեակատարողական հիմնարկներում, Մատուր, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Վարդաշեն եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկներում, Խաչքար, Գորիս, Աբովյան եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Դատապարտյալների կամ անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր խնամքը իրականացնում են քահանաները, հոգևորականները, որոնք այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ բնականաբար ինչը ամենատարբեր կերպերով սկսած Սուրբ Գրքի սերտողությունից, հոգևոր զրույցներից, հարց ու պատասխաններից, խոստովանության կարգեր կատարելուց, մկրտություն, Սուրբ պատարագ մատուցելուց, Սուրբ հաղորդություն տալուց, այս բոլոր միջոցներով, կերպերով մենք այդ մարդկանց հոգևոր կյանքը փորձում ենք կազմակերպել, օգնել իրենց հոգևոր ընթացքի մեջ, հոգևոր կյանքի մեջ։ Այս բաժինն ակտիվորեն աշխատանքներ է տանում նաև դատապարտյալների ընտանիքների հետ, նրանց հոգևոր եւ նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՔԿ հոգևոր սպասավորները պարբերաբար այցելում էին դատապարտյալների ընտանիքներ, կատարում տնօրնեք եւ զրուցում նրանց հետ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նաեւ որոշում էր ստորագրել, որով ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմ էր ընդգրկվել Արման Սարոյանը, նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մինչդեռ նման որոշում պիտի կայացվեր Մայր Աթոռի հետ համաձայնությամբ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատասխանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին։ Մանասյանի խոսքով իր լիազորությունները սահմանափակ են, այսինքն կարող է զբաղվել միայն այն դեպքերով, երբ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները կապված են Հայաստանի ներսում գործող պետական կառույցների հետ, անկախ նրանից, թե ով է տվյալ անձը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով գործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության մի հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։ Բյուրեղավանի բնակիչներն արդեն մի քանի օր է դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել եւ ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Շտապօգնության կանչեր են եղել ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով, իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն եւ նմուշառում։ Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին առողջապահության նախարարությունը կհայտնի։ Ծանր դեպքեր չունեն։ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում թունավորվածների բնակարաններ ճշտելու մանրամասները։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը մարտի վերջին 10-օրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան։ Հետքը գրել է, որ նրանց տեղափոխել է գործարար падգամավոր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը։ Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ բերելու համար Սուքիասյանների Fly One Armenian պետբյուջեից 28 միլիոն 600 հազար դրամ է ստացել։ Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այն հավասար է մոտ 77 հազար դոլարի։ Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վահագն Խաչատուրյանին Վրաստան տանել բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում։ Մանկավարժական համալսարանի շուրջ աղմուկը նոր թափ է ստանում։ Պրոռեկտորը, նրա որդին եւ միջազգային գրոսմայստերը Սմբատ Լպուտյանը հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում մի շարք ծանր հոդվածներով, պաշտոնեական լիազորությունների չարաշահումից, խարդախություն եւ կեղծիք։ Մինչ համալսարանում փորձում են պահպանել հանգիստ մթնոլորտի պատկերը եւ խուսափում են մեկնաբանություններից, իրավապահները շարունակում են քննությունը առանց մանրամասներ բացահայտելու։ Ինչը հայտնի այս գործից եւ ինչու է այն կրկին ուշադրության կենտրոնում պահում մանկավարժական համալսարանը, Անի Աբաղյանն է փորձել պարզել։ Շաբաթ օրվանից մամուլը խոսում է մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Իսպիրյանի, նրա որդու եւ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմաստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման, ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրելու մասին։ Մանկավարժական համալսարանում էինք, փորձեցինք խոսել, հանդիպել Իսպիրյանի հետ։ Հասկանալ, թե ինչ մթնոլորտ է մանկավարժական համալսարանում եւ ինչ են պատմում համալսարանականները։ Համալսարանում մթնոլորտն ինչպես է։ Նորմալ, շատ լավ։ Արտարոց ոչ մի բան։ Արտարոց բան չեմ նկատել ամեն դեպքում։ Դուք մանկավարժականի ուսանողներ եք։ Այո, ուղղակի ամեն օր դասի չենք, երևի այդ պատճառով չենք կարող ձեզ որևէ տեղեկություն տրամադրել, այդպես տեղյակ չենք։ Նորմալ մթնոլորտ է։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Միայն զբաղված ենք քննություններով ու ավարտական կուրս ենք ու դիպլոմային աշխատանքով, հետեւաբար ոչ մի բանից տեղյակ չենք։ Համալսարանում մթնոլորտը լավ է։ Դասախոսները նույնպես, վստահեցնում է կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնի մասնագետը։ Որտեվ համալսարանում բացարձակ ծանր մթնոլորտ չի տիրում, Տիկին Իսպիրյանը մեր գիտական գծով պրոռեկտորն է եւ ես ընդհանրապես բացարձակ հերքում եմ այդ բոլոր փաստերը, որ համալսարանում ծանր մթնոլորտ է եւ այլն, որովհետեւ ուսանողները բնականon ձևով շարունակում են իրենց ուսուցումը։ Մարիամ Իսպիրյանը մանկավարժական համալսարան է եկել որպես ուսանող, 2 տասնամյակ է բուհում է։ Սվետլանան հերքում է Իսպիրյանի շուրջ արդեն մի քանի օր շարունակվող խոսակցությունները։ Մենք փորձեցինք խոսել Իսպիրյանի հետ, ասացին տեղում չէ։
իսկ հեռախոսահամարը անհասանելի։ Գործը հակակոռուպցիոն կոմիտեում է։ Մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանի խոսքով Մարիամ Իսպիրյանին, որդուն եւ միջազգային գրոսմաստերին մեղադրում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Մանկավարժական համալսարանի պրոռեկտորներից Արմեն Պետրոսյանի խոսքով իրավական գործընթաց կա, որը չեն ուզում մեկնաբանել։ Ապրիլի 18-ին մանկավարժականի պրոռեկտորի որդու հետ ձերբակալվել էր նաև շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ Նա շախմատ գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, որ գործում է մանկավարժական համալսարանի կազմում։ Միջազգային գրոսմայստեր Լպուտյանը 7-ից 8 ժամ ձերբակալված էր։ Նրան ազատ են արձակել երկրից բացակայելու արգելքով։ Մենք հստակ հայտարարել ենք Սմբատ Լպուտյանը, որ նա որևէ դիտավորություն, դիտավորյալ արարք չի կատարել։ Սա ուզում եմ հատուկ նշել։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, եւ հատուկ ուզում եմ նշել, որ նրան չեն էլ մեղադրում կոպիտ ասած, որ ինքը պետության փողերը թալանել։ Այս ուղիղ եմ ուզում նշել, որ հանգարց այս ուղղությամբ շահարկումներ չլինեն։ Փաստաբանը դեռևս չի բացահայտում մանրամասները, նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Շախմատի ֆեդերացիայից եւս որևէ մեկնաբանություն չստացանք։ Սպասում են քննության ավարտին։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ձերբակալել էր պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանին եւ պրոռեկտորներից մեկին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափի վատնում եւ խարդախություն կատարելու, նաեւ կաշառք ստանալու համար։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մի պարզ գործողություն քարտը մոտեցնել ու վճարել, բայց երևանյան ավտոբուսներում դա հաճախ վերածվում է նյարդերի փորձության։ Քարտը չանցավ, հետո անցավ, բայց փողը գանձվեց ուշ կամ ընդհանրապես չգանձվեց։ Արդյունքում ուղևորն է մնում անորոշության մեջ, իսկ երբեմն նաև ստիպված վիճում վարորդի հետ։ Պատասխանատուները խնդիրը կապում են տեխնիկական խափանումների, բանկային սահմանափակումների ու համակարգերի անհամատեղելի աշխատանքի հետ, բայց քաղաքացիների համար սա արդեն ոչ թե տեխնիկական, այլ ամենօրյա խնդիր է։ Ով է պատասխանատու այս անցավ, թե չանցավ համակարգի համար, Սեդա Կիրեղյանն է պարզել։ Արգելում ուղևորներ, խնդրում ենք ստանալ ուղևորը, միտումնավոր չվճարելու դեպքում վարորդը ստիպված է լինելու դադարեցնել երթևեկությունը։ Պայմանագրով հսկիչի պարտականություն ստանձնած վարորդները հաճախ չէ, որ նման քաղաքավարի ձևով են իրազեկում ուղևորներին։ Երբեմն պահանջը գոռոցներով ու վեճերով է ուղեկցվում։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դուք ոչ մի իրավունք չունեք ինձ ասելու վճարի։ Երևանցիները բողոքում են, որ ավտոբուսների վալիդատորների վրա որոշ բանկային քարտեր չեն աշխատում։ Հիմա մենք եւս փորձենք։ Telcel ընկերությունը բացատրություն ունի։ Քարտը նախկինում մոտեցրել եք վալիդատորին, բայց վճարումը տեղի չի ունեցել։ Կամ բանկի սահմանած գումարային ծախսի, կամ քարտի օգտագործման քանակային սահմանափակման պատճառով, եւ քարտը հայտնվել է սև ցուցակում։ Արդյունքում Telcel-ի տնօրենի տեղակալի պնդմամբ ավելի գումար չի գանձվում, այլ գանձվում է այն գումարը, որը նախկինում խափանված համակարգը չի գանձել։ Երբ որ դուք երթը կատարում եք, այդ պահին չի հաջողվում համակարգին գումարը գանձել, ինքը հաջորդ փորձը կատարում է 10 րոպե հետո։ 10 րոպե հետո նորից փորձում է գանձի ձեր քարտից այդ 150 դրամը։ Եթե կրկին չի հաջողվում իր մոտ, ինքը 1 ժամ հետո է փորձում։ Եթե 1 ժամ հետո նույնպես չի փորձում, հաջորդ փորձը տեղի ունենում 24 ժամ հետո, հաջորդը 5 օր հետո եւ 28 օր հետո։ Եվ դրանից հետո համակարգը դադարում է այդ ավտոմատ գանձումը։ Բայց այս փոքր թվացող տեխնիկական հարցը ամեն օր խնդիր է դառնում հազարավոր քաղաքացիների համար։ Ուղևորներից մեկը փորձում էր անցկացնել քարտը։ Առաջին վալիդատորի վրա չստացվեց։ Նույնը շարունակվեց նաև ավտոբուսի ետնամասում տեղադրված վալիդատորի վրա։ Վարորդներից մեկն ասում է, նման դեպքեր իր վարած ավտոբուսում հաճախ են պատահում։ Այս քարտը լիցքավորված է, բայց չի աշխատում։ Հաճախություն նկատում եմ, այո, լինում է,
եւ նաեւ նկատում եմ, որ քարտը մի քանի անգամ անումա չի անցնում, հետո անցնում է մի քանի րոպե, նորից անում է նույն քարտը անցնում է։ Երևանի ավտոբուս փակ-բաժնետիրական ընկերությունում խնդիրը իրենց տիրույթից դուրս են համարում, կապելով ծրագրային խափանումների հետ, որը խնդրի տեխնիկական կողմն է։ Դա կապված է նաև այդ բանկային այդ պրոցեսին համակարգ կոչվածին, արկա համակարգին, մի խոսքով էդի քարտերի հետ կապված է, որը մեր հետ բացարձակ կապ չունի։ Telcel ընկերությունը եւս խնդիրն իր դաշտից դուրս համարեց, նշելով, որ այն ոչ միշտ է անմիջականորեն կապված Telcel համակարգի հետ։ Երբ խնդիրը վալիդատորն է լինում, վերագործարկում են ու հարցը լուծվում է, պնդում է Հունանյանը։ Բայց երբ հարցը տեղափոխվում է բանկի արկա համակարգի կամ այլ խափանումների դաշտ, խնդիրն իրենց լուծելունը չէ։ Այս հարցը միշտ ալիքաձև է գալի մեզ հասնում, երբ որ երբեմն այսպիսի խստացումներ է մտցնում քաղաքապետարանը եւ ստիպում է յուրաքանչյուր քաղաքացուն վճարում կատարել։ Եվ այո, քաղաքացիները շատ հաճախ մեղքը բարդում են համակարգի վրա, բայց նորից եմ կրկնում, եթե մենք օրական կես միլիոն գործարք ենք իրականացնում, սա կարելի արձանագրել, որ համակարգը անխափան աշխատում է։ Երբ ուղևորը քարտը մոտեցնում է վալիդատորին, նա ակնկալում է մի պարզ բան՝ վճարել ու շարունակել ճանապարհը, բայց փոխարենը պետք է մտածի անցավ թե ոչ, գանձվեց թե հետո կգանձվի, իսկ չգանձվելու դեպքում հայտնվում է անհարմար իրավիճակում։ Մի կողմում վարորդն է, հաճախ նաև հսկիչի պարտականությամբ, մյուս կողմում ուղևորը, որի համար այս ամենը առօրյա տեղաշարժից վերածվում է ամենօրյա սթրեսի, իսկ մեջտեղում համակարգն է, որը ըստ պատասխանատուների աշխատում է, բայց միևնույն ժամանակ ամեն օր խնդիրներ է ստեղծում հազարավոր մարդկանց համար։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ ներկայացրել է Խորամշահր 4 բալիստիկ հրթիռը։ Այն ցուցադրվել է Թեհրանի հեղափոխության հրապարակում։ Ցուցադրությունը տեղի է ունեցել գիշերը ԱՄՆ-Իրան բանակցությունների չեղյալ հայտարարելու լուրից հետո, կայացած ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր բանակցությունները դեռ հարցականի տակ են։ Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Թեհրանը չի պատրաստվում մեկնել Իսլամաբադ նախատեսված հանդիպմանը մասնակցելու համար։ Գրեթե միաժամանակ ամերիկյան կողմն էլ փոխում է ծրագրերը, հայտնում, որ Իսլամաբադ այցը չեղյալ է հայտարարել նաև ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ես կերկարաձգ եմ հրադադարը միջև այն պահը, երբ Իրանն իր առաջարկը ներկայացնի եւ բանակցություններն ավարտվեն, այս կամ այն արդյունքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելուց հետո։ Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է եւ որ Պակիստանի միջնորդները դիմել են մեզ Իրանի դեմ մեր հարձակումը ժամանակավորապես կասեցնելու համար, ես հանձնարարել եմ մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը, ասել է նա։ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է, ուստի նաև հրադադարի ռեժիմի խախտում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Օմանի ծոցում իրանական առևտրային նավի հարվածելը եւ դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, ասել է նա։ Իրանում մահապատժի են ենթարկվել մի տղամարդ Թեհրանում մզկիթ հրկիզելուն մասնակցության եւ հունվարյան հակակառավարական ցույցերի ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու համար։ Ամիր Ալի Միրջաֆարի անունով տղամարդը կախաղան է հանվել երեքշաբթի։ Իսրայելի բնակչությունը 2 րոպե անշարժ կանգնել է զոհված զինվորների հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս տարի Իսրայելի պատերազմներում զոհվածների հիշատակի օրը նշվել է ապրիլի 20-21-ին։ Միջոցառումներ են տեղի ունեցել երկրի տարբեր ռազմական գերեզմանատներում։ Պատմական շրջադարձ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը, նշանավորելով շեղում երկրի խաղաղասիրական քաղաքականությունից։ Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր հրթիռ
եղջյուրներ եւ այլ զենքեր։ Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից համաձայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ Ավտոճանապարհ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև։ Երկու երկրների սահմանին Տուման նայագետի վրայով կամուրջ է կառուցվել։ Սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցություն է հաստատվում։ Ներկայում գոյություն ունի միայն երկաթուղային կապ։ Կամրջի բացումը նախատեսված է այս ամռանը։ Եթե Ուկրաինան, Թուրքիան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան լինեին Եվրամիության անդամներ, դուք կունենայիք աշխարհի ամենաուժեղ բանակը։ Այն կդառնար աշխարհի ամենաուժեղ դաշինքը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեծ Բրիտանիայում կտեղադրվի Եղիսաբեթ II թագուհու արձանը, որտեղ նա ներկայացված է երիտասարդ տարիքում։ Թագուհու 100-ամյակի արդիվ արված հուշարձանը կկանգնեցվի Սուրբ Ջեյմսի այգում։ Թագուհու արձանին կից կկանգնեցվի նաև նրա ամուսնու արքայազն Ֆիլիպի ավելի փոքր արձանը։ Արքայազն Ֆիլիպը ներկայացված կլինի ռազմածովային համազգեստով իր ավելի քան 70 տարվա կնոջը նայելիս։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։